Սա Մարտունու կենտրոնական եթերս միակ զբոսայգու նախկին շքամուտն է, որի երկու կողմերում առաջներում ցայտ աղբյուրներ կային եւ որի քարե բարձր խոյակներից այս եկանգուն մնացել։ Ժամանակին այստեղ բարձր ու հաստաբուն ծառեր կային, գործում էին կարուսելները։ 1982 թվականին շրջանային կոմիտեի եւ գործադիր կոմիտեի հանձնարարությամբ այս այգու ծառները կդրեցին, որտեղ մեծացել էին, ագրարների բուն էին դարձել, կդրեցին եւ վաճառեցին ազգաբնակչության որպես վարելանույթ։ Ոմանք ասում են, որ ագրարների կռոցը խանգարել է ղեկավար աշխատողներին։ Ոմանք էլ պնդում են, որ այգու ծառահատումը սկսվել է այն ժամանակ, երբ նախկին շրջկոմի քարտուղարը անցել է այգով ու վերևից ծառերը հատվեցին, կոճղերը արմատախիլ արվեցին, փրկվեցին մի քանի հացեններ, որոնց վրա ագրարները չէին սիրում բույն հյուսել։ Հետո այգին իսկապես կառուցապատվեց, այնտեղ կարուսելներ, ջրավազաններ ու շատրվաններ երևացին, որոնք գործեցին մի քանի օր։ Բայց տնկիները չորացան, սալաշարերը ջարդվեցին, կարուսելները թալանվեցին։ Առավել հնարամիտները ցանկապատեցին որոշ հատվածներ, ցանեցին կարտոֆիլ ու կաղամբ, տեղավորեցին այնտեղ իրենց վառելիքը, տնակներն ու բաքերը, փորեցին հորեր։ Իրեք տարեստեղ աշխատել են, սրանով նայում եմ, փիզես մախկզում է ուղղակի։ Տարեստները հիշում են, որ ավելի վաղ ժամանակներում նույնպես բարեկարգ է եղել այգին, ունեցել է ծաղկանոցներ ու ջրավազան, որտեղ նույնիսկ իշխան է աճեցվել։ Նայում ես փշապատ ավերակներին ու զարմանում, գուցե վիրավորված ագրավների անեծն է կպել այգուն։ Մանկության տարիներին մարտունեցի Քարիդոն Պողոսյանը առանձնապես չէր տարբերվում իր հասակակիցներից։ Հետո այս ճանապարհ հրապուրանքը կլանեց նրան եւ նա լուցկու տուփից պատրաստած իր առաջին երաժշտական գործիքից դեպի ժողովրդական նվագարաններն ընկած ճանապարհը հաղթահարեց համառորեն ու ինքնուրույն։ Նվագել սովորեց առանց որևէ մեկի օգնության։ Գործիքներ պատրաստելու մեջ վարպետացավ գաղութում, ուր ընկել էր ինչ-որ կռվի պատճառով։ Ժամանակին հարսանքատաների հիմնական հյուրն էր, ուրախության ոգին։ Հարկ էր լինում նաև տխուր առիթներով նրան հրավիրել։ Փոխվեցին ժամանակները, փոխվեցին նվագողներն ու ճաշակները։ Ուսումնականներն առաջ եկան, այսօր ասպարեզը նրանց եւ էլեկտրոնային գործիքներինն է, եւ դոհն ու զուռնան, դուդուկն ու շվին հազվադեպ են հնչում։ Բայց դրանց հնչյունները երբեք չեն մարել արդեն 80-ը բոլորող վարպետի հոգում։ Չնայած տարած ծանր հիվանդությանն ու տարիքին, նա շարունակում է երաժշտական գործիքներ պատրաստել, ու եթե ոչ ամբողջությամբ, ապա առանձին մասեր, որոնց ձեռքբերման համար նրան դիմում են նաև երաժշտական դպրոցները։ Կինս Հիրանուշ Մայրիկը զբաղվում է ասեղնագործությամբ։ Պատից կախված այս գոբելենը նրա ձեռքի գործն է, իսկ կտորից հավաքված այս պատկերը նրա երևակայության արդյունքը։ Իդեպ վարպետ Քարիդոն էլ դուդուկ, շվի, զուռնա ու դհոլ պատրաստելու զատ երբեմն տարվում է այլ մտքերով։ Այս երկհարկանի մանրակերտը նա ստեղծել է գլանակներով, իսկ երաժշտական գործիքների պատրաստման համար օգտագործել է եղեգն, փայտ, էբոնիտ եւ նույնիսկ մետաղյա խողովակ։ Փեդից դուդուկը ասում են քաղցր է, հա։ Ասում են ճիշտ է, փայտիցն քաղցր է։ Եթե դու սա էլ իմանաս, քաղցր պատրաստես, սա ավելի լավ է նա փեդից։ Ինչ տեսակ է դով։ Դե ասում են մի ժամ դու նվագի, քուլա փայդով էլի, ասեն մի ժամ սրանով նվագենք, տեսնենք որը ձայնը կփոխի։ Վարպետ Քարիդոնի կյանքը նման է մի մեղեդու, որը որքան ձգվում, այնքան հեռանում է, եւ որքան հեռանում, այնքան վերածվում է լեգենդի։ Վերջին տարիներին եղան մարդիկ, ովքեր ապացուցեցին, որ կառուցելու համար քանդելը պարտադիր չէ։ Այդպիսին է նախկին Մարտունու շրջանի Վաղաշեն գյուղի բնակիչ Սաշա Վարդայանը։ Սերնդե-սերունդ Վարդայանները գյուղում եղել են ջրաղացպաններ ու հայտնի արհեստավորներ։ Նրանք էին բանեցնում գյուղի հնագույն ձիթան կայանը, որի ավերումից հետո Սաշան այստեղ է տեղափոխել այն ամենը, ինչը համարել է նրա խորհրդանիշը, հնամաշ փայտե մահճակալը, նախկինում եզների օգնությամբ պտտվող քարե անիվը, զեթի ճրագը, դիլոպից հյուսված մամլիչ պարագաները, մաղը։ Մանուկ ասագից մեծացել եմ ձիթանգում եւ որոշեցի պապեիս իշատակը վարպահել։ Դրա համար կառուցեցի ձիթանգը։ Այսպես կառուցել է նորը պապենական ձևերին ավելացնելով իր սեփականը։ Արտադրամասը օրական կարող է մշակել ավելի քան 1 տոննա հումբ, կանեպ ու կտավատ, արևածաղկի սերմ եւ փշարմավի կորիզ։ Կանեպի եւ կտավատի մշակությամբ մեր ժողովուրդը զբաղվել է դարեր շարունակ։ Դրանք թանկարժեք սննդատեսակ լինելուց բացի հիանալի բուժմիջոցներ են,
որոնց վերջին տարիներին միացել է նաև փշարմավի կամ այսպես կոչված չիչխանի յուղը։ 1 լիտր փշարմավի յուղ ստանալու համար անհրաժեշտ է շուրջ 40 կիլոգրամ կորիզ։ Նույնքան ձեթի համար 3 կիլոգրամից քիչ ավելի կտավատ եւ 5 կիլոգրամ կանեփ։ Բայց եթե փշարմավի յուղի համար հումքը մեծ դժվարությամբ է հավաքում, կտավատի եւ կանեփի մշակությունը հեշտ է։ Միայն թե կանեփը թմրամոլների գայթակղության զոհը դառնալով վերածվել է արգելված մշակաբույսի։ Իսկ հացի խնդիրը մարդկանց ստիպել է հրաժարվել նույնիսկ դարեր շարունակ այնքան հարգված կտավատի ցանքից։ Ահա թե ինչու ձիթանը տարվա մեծ մասը անգործ է, եւ դեռ պետք է հաշվել, թե դրանից ավելի շատ մեր պապենական սովորույթներն ու այդ ձիթանի տնօրենի կրպանն են տուժում, թե ժողովրդի առողջությունը, որը հատկապես վերջին տարիներին դարձել է նորամուտ սննդամթերքների փորձաքարը։ Խաչատրյանը մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է, բայց հայտնի է Մարտունիում որպես մետաղագործ։ Մետաղի այս ժանյակներն ու զարդերը ստեղծվել են երկար ու տքնաջան աշխատանքի եւ իհարկե ուսուցչի Արարատ Խլոյանի շնորհիվ։ Արարատը դարբնի որդի է, հացի գործարանում աշխատել է որպես մեխանիկ, տարվել է փայտագործությամբ, իսկ ավելի ուշ նաեւ մետաղամշակությամբ։ Այժմ Ռուսաստանում է իր փայտե քանդակներից ու մետաղյա վանդակաճաղերից, ջահից ու մոմակալներից հեռու։ Արարատի աշխատանքները աչքի են ընկնում թեմատիկ պարզությամբ ու ազգային լուծումներով։ Ինքնուս վարպետի արվեստանոցը իր տունն է ու իր աշխատատեղը, ներշնչանքի աղբյուրը, սեփական ժողովրդի պատմությունը, կենսափիլիսոփայությունը, ազգային սովորույթները։ Իրեն բնության մաս է համարում եւ ամեն ինչի մեջ փորձում է գտնել գեղեցիկը, իսկ գեղեցիկը այնտեղ է, որտեղ մարդկային սերն է։ Արարատ Խլոյանի եւ Սիմոն Խաչատրյանի աշխատանքները լայն կամ հրապարակային ցուցադրման չեն արժանացել, բայց երբեք դրանք անտարբեր չեն թողել դիտողին։ Հիրավի հրաշք է, երբ երկաթը կարող է ծաղկել ու խենթանալ մարդկային հոգու ջերմությունից։ Ինչքան էլ գիտությունը իր անխաթար ընթացքն է շարունակում ժամանակի միջով, հայտնաբերելով գոյի իր նորագույն ձևերը, կյանքը շարունակում է սիրահարված մնալ իր ավերժական արժեքներին։ Մեզ համար այդպիսին է հացը, մշտապես հին եւ մշտապես նոր, այնքան հին, որքան օճորքի տակ մոլորված ծուխը, դաշտերում խաղաղորեն ընջող հորովելը եւ խոնարհորեն հողին թեքված հաստը, եւ այնքան նոր, որքան մանկական ժպիտը, որ լույսի նման վանում է հոգուտ խավարը, մեղմում մակընթացն ու զովխը։ Մահապետական այս հարկիտակ ժամանակին Ջևանել է Խրիմյան հայրիկը, եւ ի պատիվ նրա տարիներ հետո Գերդաստանի նորածիներից մեկին հայրիկ են կոչել, որն էլ արդեն բռնել է հավերժի ճամփան, մեզ թողնելով անուշահամ երգեր ու բանաստեղծություններ։ Բայց օջախը շարունակում է կանգուն մնալ ինչպես հնորյա առասպել, որին չի դիպչում ժամանակի ավերիչ շունչը։ Մի ինչ-որ խորհուրդ կա այս ամենի մեջ։ Ապուպապոտ անցյալի բույր, վաղնջական ժամանակների արձագանք։ Ու ծխում է թոնիրը, իբրև մի երգ, որ ծնվում է դարերի հոգուց, իբրև հավերժական անցյալ, որ ներկայի հետ համերաշխ քայլում է, անաղմուկ սեղմելով ժամանակի ստեղները։ Եվ հացը, մեր կեցության հիմքն հանդիսացող հանապազորյա հացը, ծաղկում է կավի շիկացած շուրթերի վրա, ինչպես 10 տարի, 110 տարի, 1010 տարի առաջ։ Խորհրդային ժամանակների վերջին փուլում մարտունեցի գործազուրկների թիվը հասնում էր 15,000-ի։ Համարյա այդքան մարդ էլ ընդգրկված էր արդյունաբերության մեջ։ Գործարանների փակումից հետո մարտունեցու կյանքը հիմնավորապես կապվեց նրա այնքան ժլատ հողուջերի հետ։ Նախկին օժանդակ եկամուտ կոչվածը այսօր շատերի համար հիմնական գոյամիջոց է դարձել։ Ոչ ոք չի աշխատում, բայց միաժամանակ ոչ ոք գործազուրկ չէ։ Տնտեսավարման մեր ժամանակները դժվար է որևէ կերպ ընդհանրել։ Այսօրվա անողոք շուկայի եւ դեռևս ամոթխած գյուղական ռոմանտիզմի մերձեցումից միայն հիասթափություն է ծնվում։ Քաղաքի շուկաներում վաճառասեղան զբաղեցնողները վարժվել են ապրանքի քաշին ու գնին վերաբերող ամենաբարդ գործողություններին։ Արդյունքում գյուղի շուկան շրջանցելու ուղիներ է որոնում, ցանում ինչ իրեն անհրաժեշտ է կամ դիմում պարզ ապրանքափոխանակության։ Որոշ ձեռներեցները շահավետ գործար կատարելով երբեմն միջնորդի դեր են կատարում շուկայի եւ գյուղի միջև։ Մարտունին նաեւ անասնապահական շրջան է։ Հաշվարկները ցույց են տալիս, որ առանձնագլխականակը վերջին տարիներին կրկնապատկվել է, մինչդեռ խոտարկների եւ արտավայրերի ծավալները նույնն են։ Անասնակերի պակասը շատերին ստիպում է շուկա հանել իրենց կենդանիներին, որոնց գներն այնպիսին են, որ գյուղացին իրեն խաբված է զգում։ Նա չի ուզում էժան վաճառել, իսկ քաղաքացին թանկ գնել։ Մինչ երկու կողմերը շարունակում են զգուշորեն ուսումնասիրել իրար, երրորդ կողմը, շուկան իր արբանյակներով, երկուսից էլ քամում է հնարավոր շահաբաժինը։